Մի իրողություն կա, որը ժամանակի ընթացքում դարձել է համաշխարհային կոնսենսուս։ Հոլոքոստը ոչ միայն պատմական փաստ է, այլև քաղաքականորեն ամրագրված ճշմարտություն։ Այսօր աշխարհի գրեթե ոչ մի պետություն կամ քաղաքական գործիչ չի վիճարկում այն։ Եվ սա միայն փաստաթղթերի կամ ուսումնասիրությունների արդյունք չէ։ Սա հետևողական, պետական քաղաքականության, հիշողության պահպանման եւ միջազգային աշխատանքի արդյունք է։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ։ Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց Հայաստանի իշխանության հռետորաբանության մեջ շեշտադրումները փոխվել են։ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից դեպի տարածաշրջանային հարաբերությունների առաջնահերթություններ։ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն է, գեցվածքը, դիրքորոշումը գլխավոր հարցը, որ կարելի չէ դիմել կամ չեն դիմում նման հարցեր հետապնդելու, այսինքն հատուցման եւ այլ հարցեր, այլ առհասարակ կարծես ցեղասպանության ճանաչման հետապնդումն էլ արդեն փոխել են մեկում։ 1948 թվականին հոլոքոստից ընդամենը 3 տարի անց Եվրոպայի ավերակների վրա ծնվեց Իսրայել պետությունը։ Նրա հիմնադիրները հոլոքոստից փրկված մարդիկ էին, որոնք իրենց մաշկի վրա էին զգացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի ստեղծած համակենտրոնացման եւ մահվան ճամբարների, Աուշվիցի եւ Սոբիբորի սարսափները։ Իսրայել պետություն ստեղծելու ձգտումը գոյություն ուներ հոլոքոստից շատ առաջ, դեռևս 1917 թվականի Բալֆուրի հռչակագրից սկսած, սակայն հոլոքոստը զգալիորեն արագացրեց գործընթացները։ Հոլոքոստից փրկվածների եւ միլիոնավոր զոհերի հիշողությունը դարձավ այն ծանրագույն պատմական ֆոնը, որը արագացրեց միջազգային գործընթացները։ 1947 թվականին ՄԱԿ-ը ընդունեց Պաղեստինի բաժանման ծրագիրը, ինչն էլ ճանապարհ բացեց 1948 թվականին Իսրայել պետության ստեղծման համար։ Հիշողության պահպանությունը հոլոքոստի պարագայում ռազմավարություն է, որը մի քանի ռազմավարություն է, արտաքին օգտագործման։ Խոսքը ռոպագանդայի մասին չի, դա ռազմավարություն է, հիշողության քաղաքականություն կա, անվտանգային բաղադրիչ կա, տեղեկատվական բաղադրիչ կա, դաստիարակչական բաղադրիչ կա, ցուցադրական, գիտահետազոտական։ Մենք ամեն ինչ դա դրեցինք ցեղասպանության թանգարանի վրա, բայց հետո էլ ցեղասպանության թանգարանը տարբեր առիթներով, տարբեր իշխանական օղակների կողմից նախկին ենք ասում, ներկա ենք ասում, դարձավ ցիրախի առարկա։ 1953 թվականին Իսրայելում հիմնվեց Յադ Վաշեմ հուշահամալիրը, որտեղ 6 միլիոն մարդու անուն մեկ առ մեկ գրված է։ Այն դարձել է ոչ միայն հիշատակի վայր, այլև պետական քաղաքականության մաս։ Բարձր մակարդակի պաշտոնական այցերը հաճախ սկսվում են հենց այստեղից։ Դրանից 12 տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքին կառուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը մինչև վերջին տարիները գրեթե նույն սկզբունքով էր աշխատում։ Միջազգային պատվիրակներն ու հյուրերը նախ այցելում էին հուշահամալիր, հետո գնում բանակցությունների, բայց 2026-ին նոր տնօրենը հեռացվեց աշխատանքից։ Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ինչ ցույցում եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև դիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմի։ Մինչև Նիկոլ Փաշինյանը Էդիտա Գզոյանին պաշտոնանկ է անում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսին ցեղասպանության եւ արցախյան հակամարտության մասին գրքեր նվիրելու համար հայկական սփյուռքը կազմված ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից տասնամյակներ շարունակ չի դադարել իր պայքարը պատմական արդարության համար։ Սփյուռքը աշխատում է ավտոնոմ, այսինքն ինքնուրույն ռեժիմով, այդ աշխատանքները տարվում են առանց հայկական կողմի ներգրավվածության, եթե ոչ չխանգարելու պարագայում, հա, ավորներ աջակցություն կարող ուներ նաև խանգարիչ հանգամանք ինչ դրվագներով, այսինքն պետական, միջպետական հարաբերություններում քաղաքականությունը երբ խառնվում է, լավ բաներ չեն լինում։ Հայկական սփյուռքը ձևավորված դեռևս 1915 թվականի ողբերգությունից հետո տարիներ շարունակ դարձել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնական շարժիչ ուժը։ Տարբեր երկրներում ստեղծվել են հայ դատի գրասենյակներ, որոնք համակարգված աշխատանք են իրականացրել քաղաքական, իրավական եւ տեղեկատվական հարթակներում, նպատակ ունենալով բարձրացնել ցեղասպանության ճանաչման հարցը պետական եւ միջազգային մակարդակներում։ Այս կառույցները գործում են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում, ներգրավելով տեղի քաղաքական
քաղաքական գործիչների, գիտական շրջանակների եւ մեդիա ներկայացուցիչների։ Հայդատի գրասենյակների եւ սփյուռքյան կազմակերպությունների հետեւողական աշխատանքների արդյունքում տարբեր տարիներին հայոց ցեղասպանությունը ճանաչել են տասնյակ երկրներ։ Մոտ 25 երկիր, բայց չի ասի, որ միայն սփյուռքի աշխատանքի արդյունք է, դա թափ է արել, հատկապես երբ որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրագարկի մաս կազմեց, ոչ թե առաջնահերթությունը ստացավ, այլ օրագարկի մաս կազմեց եւ պետությունն էլ այդ ուղղությամբ աշխատանք տանում էր։ Մենք կտեսնենք, որ ամենամեծ թիվով ճանաչումները այդ ժամանակ եղել են, այսինքն երբ որ եւ պետությունը եւ սփյուռքը այդ ուղղությամբ աշխատել են, հնարավոր եղել է իսկապես արդյունքներ, մեծ արդյունքներ ցույց բերել։ Ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականության, որոնք համարվում են պատմական հիշողության քաղաքականությունից նահանջողներ, Իսրայելի դիվանագիտությունն ամբողջ 20-րդ դարի ընթացքում հետևողականորեն առաջ է տարել մեկ հիմնական օրակարգ՝ Հոլոքոստի միջազգային ճանաչումը եւ Գերմանիայի հետ հարաբերությունների կարգավորումը հատուցման սկզբունքի հիման վրա։ 1952 թվականից ի վեր Գերմանիան Իսրայելին եւ Հոլոքոստի ստուժածներին վճարել է մոտ 89 միլիարդ դոլար։ Գլխավոր Քնդիրը այն է, որ Թուրքիան չի ճանաչել, բայց իրականում Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ, որովհետեւ այլ հարցեր հետապնդվեն, հատկապես հատուցման հարցեր, եւ դա կարող է անի եւ Հայաստանը եւ հայկական սփյուռքը նախընտրելի ճանապարհը միասնապար անելն են։ Տասնամյակների ընթացքում Իսրայելը հետևողականորեն զարգացրել է Հոլոքոստի հիշողության պահպանման քաղաքականությունը, ընդլայնելով արխիվները, խրախուսելով վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը, նաեւ կրթական ծրագրերի ներդրումը։ Տարբեր երկրներում հրեական կազմակերպությունները ֆինանսավորել են Հոլոքոստի ուսումնասիրությունը կրթական համակարգերում, ապահովելով թեմայի շարունակական ներկայությունը միջազգային օրակարգում։ 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակեց Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը՝ հունվարի 27-ը, ամրապնդելով հիշողության պահպանման այս քաղաքականությունը միջազգային մակարդակում։ Ընդհանրապես այն երկրները, որ ճանաչել են, այդպես չէ, որ ճանաչում ասած է քարի մեջ գրված բան է, միշտ պետք է արթուն լինել։ Մենք տեսել ենք օրինակ Միացյալ Նահանգների մի նախագահ ճանաչում է, հաջորդ նախագահը ոչ թե ելքում է, բայց նույն կեշտադրումով չէ, որ ոգեկոչում է, պետք է ասել, որ արդեն մոտ 20-30 տարի է, որ Միացյալ Նահանգների նախագահները ամեն ապրիլի 24-ին ուղերձով են հանդես գալիս, դա ինքնին բավական մեծ փաստ է։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում տարբերությունը պետական մոտեցումների միջև։ Իսրայելում Հոլոքոստի հիշողությունը շարունակում է մնալ պետական քաղաքականության առանց անկախ անվտանգային կամ տարածաշրջանային մարտահրավերներից։ Հայաստանում, սակայն, Նիկոլ Փաշինյանի որդեգրած մոտեցումները դիտարկվում են որպես պատմական արդարության օրակարգի թուլացում տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մոտեցումը հատկապես սուր է ընկալվում այն պայմաններում, երբ Թուրքիայում հերոսացնում են ցեղասպանություն իրագործած ոճրագործներին եւ շարունակում են ժխտողական քաղաքականությունը։ Եվ այս ֆոնին հարցը դառնում է ոչ միայն քաղաքական, այլև գոյութենական։ Կարող է պետությունը կառուցել իր ապագան թուլացնելով անցյալի հիշողությունը։